Այսօր մարտի 11-ին Երևանում մեկնարկում է Էխո Եվրասիա կինոֆեստ կինոփառատոնը, որին նաև մասնակցում եք դուք որպես վավերագրող, պարոն Գրիգորյան, Գևորգյան, նախ ներկայացրեք այս փառատոնի ձեր մասնակցությունը եւ կարեւորությունը Երևանում նման միջոցառումը իրականացնելու։ Նախ ասեմ, որ սա շարունակությունն է, ուրեմն Եվրազիա ռուսական հիմնադրամը, այսպես ասեմ, արեց մեծ փառատոն մի հատ Մոսկվայում, մոտարապես նոյեմբերին էր, որը փորձ էր արվում, փորձ արվեց եւ շատ լավ փորձ էր, հին սովետական կինոփառատոնները իրենց այսպես ասած ավանդույթներով ամեն ինչով վերականգնել եւ կոնկրետ Եվրազիայի տարածքով, այսինքն ինչ վերաբերվում է նախկին սովետական միության տարածքի հանրապետությունները, բայց ասենք Չինաստանից վանից էլ հյուրեր էլ կային, Եվրազիայից մի խոսքով։ Հիմա այսպես ասած ոնց որ ասած այդ փառատոնի մեծ փառատոն էր, այնտեղ մեծ փառատոն էր։ Կինոփառատոնների բոլոր այսպես ասած տրամաբանությամբ, չգիտեմ, գեղարվեստական կինո, վավերագրական, ասում եմ, գեղարվեստական կինո, վավերագրական կինո, կարճամետրաժ ֆիլմեր, տարբեր մրցանակներ կար։ Հիմա սա այսպես ասած արձագանքն է այստեղ Երևանում, քանի որ Եվրազիայի հիմնադրամի օֆիսը այստեղ շատ բան է աշխատում, նամանավանդ մշակույթի բանով, ծրագրերով, տարբեր մշակութային ծրագրեր կան, որ հենց վերաբերվում են կինոյին, լրատվությանը, որոշել են այստեղ 4 օրը, այսպես ասած, փառատոնի մինի այդ վիճակը բանանեն եւ հրավիրվել են այն նախկին առաջին փառատոնին, որտեղ բաներ է, բոլոր պարգևատրվողներին, պրիզորներին բանին եւ իհարկե չգիտեմ ինչ դիտումներ է լինելու, դեռ չեն ասել։ Այսպիսի բանի մեջ է, այսինքն ես ֆիլմով հանդես չեմ գալիս, ես հանդես եմ գալիս որպես էքսպերտ, մասնակցում եմ ակլոր սեղաններ են, որ ասենք եկել են Ռուսաստանից, Կիրգիզիայից, դեռ չգիտեմ, այսօր ամեն ինչ պարզ կլինի, քանի որ ամեն ինչ իրանք այսպես ասած իրանց ծրագրերը դեռ չէին ասել, բացմանը կտեսնենք։ Առաջին անգամ է Հայաստանում։ Հայաստանում առաջին անգամ է, այո, ես ասում եմ արձագանքն է, Մոսկվայում էլ եղել առաջին անգամ Եվրազիա կինոֆեստը, սա նրա արձագանքն է առաջին անգամ եվրասիական տարածքում, առաջին անգամ եկել են Հայաստան, որքան գիտեմ ինչ-որ բաներում կա, որ միջև անգամ Ղրղստան էլ պետք է լինի բան, տեսնենք ինչ շարունակում։ Ինչ կտա, օրինակ այսօր կինոարվեստին ինչ իմաստով։ Հիմա Հայաստանում ասում եք մեծամասշտաբ փառատոն է, որը Մոսկվայում է ունեցել, հիմա առաջին անգամ եկել։ Գիտեք ինչ, փառատոնները կինոարվեստին, ոչ մի երկրի կինոարվեստին փառատոնները ոչինչ չեն տալիս։ Հնարավորությունները ես էլի ասացի, Եվրազիայում հիմա կան տարբեր, այսպես ասած, ծրագրեր, որը վերաբերվում է դոկումենտալ կինոյին, Russia Today դոկումենտարի մեծ հոլդինգի հետ աշխատելու, էլ ֆինանսավորվում են տարբեր ֆիլմեր, մեկը ես եմ հիմա ֆիլմանում, շուտով կավարտեմ, սահմանի մասին ֆիլմ եմ անում, ուսանողների փոխանակություններն են, ուսանողների ուսումնական ֆիլմերն են ֆինանսավորվում, շատ ֆիլմեր ֆինանսավորվում են, ինչ կտա, ասեմ ձեզ, որովհետև ես դեռ չեմ տեսել վերջերս մի կինոփառատոն, որ առաջին իսկ ասուլիսի ժամանակ դրվեն ազգային ինքնության ու ազգային, այսպես ասած, արտահայտման հարցեր։ Այսօր Սպուտնիկում, մեր մոտի Սպուտնիկում մեծ ասուլիս էր եւ հիմնականում առաջի հարցը դրա վրա էր դրված ազգային ինքնության եւ ազգային ընդհանրապես ինչ է ազգային կինոն, ազգային մշակույթը։ Եվ ճիշտ հարցադրում էր, որովհետև եթե վերցնում ենք մեր հայկական կինոն լավագույն ֆիլմերը ունեն ազգային ինքնության մենտալիտետի շատ ցայտուն արտահայտում։ Այն ֆիլմերը, որոնք չունեն, դրանք ուղղակի բան ֆիլմեր են։ Հայ ես նկատի ունեմ պրոֆեսիոնալ կինո, որը նկարվել է հայ ֆիլմ։ Սկսենք Գերանքյունից, բրցնենք Մալյանի Նահապետից, չգիտենք մենք ենք մեր սարերից, Սարոյան եղբայրներից։ Ինչ? Այս ինչի են անմրցելի։ Ինչի են անմրցելի, որ սովետական ժամանակ նկարել են, ասենք, Սարոյան եղբայրներ, մտածել ազգային ինքնությունն է մեջը։ Ազգայինը շատ է մեծ, իսկ հիմա
Ես չգիտեմ, հազար մի պրոդյուսերական կենտրոններ, բաներ կան, նկարում են թիթեռ ֆիլմեր։ Որպես էքսպերտ, այսինքն հաշվի եք առնում նաև այդ Այո, բա իհարկե, որտեվ միշտ էլ ցավոք սրտի միշտ կինոյի պատմության մեջ այդպես է լինում։ Եթե կինոն ինքը իր դրամատուրգիա, իր մտածողության ազգային հիմքերից հեռու է մի տեսակ, միջև անգամ ասենք Տարկովսկու պես ռեժիսոր, որ հեռու չի, էլի որ վերցնում ես ռուսականական Բերգմանը, որ ես այն բան ռեժիսորն, էլ չեմ ասում Ֆելինին, Ամարկորդովան, որ ամբողջ իտալական ինքնության մասին է։ Այդ կինոն չի ստացվում։ Չի ստացվում։ Ավելի շատ շիրպատրեպ կինո է դա։